Եվրամիությանն անդամակցելու համար Հայաստանը ստիպված կլինի Ռուսաստանի քաղաքացիների համար մուտքի վիզա սահմանել և միանալ հակառուսական պատժամիջոցներին։ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆերնանդ Կարթհայզերը Իզվեստիային հայտնել է, որ Բրյուսելը օգտագործում է Հայաստանը սեփական աշխարհաքաղաքական նպատակների համար, սակայն ի վիճակի չի լինի պաշտպանել երկիրը նման քայլերի տնտեսական և քաղաքական ծանր հետևանքներից։ Ըստ նրա, Չեռնոգորիայի և Սերբիայի սցենարներն են սպասվում Երևանին։ Իզվեստիայի փոխանցմամբ Եվրոպան փորձում է թուլացնել Մոսկվայի ազդեցությունը տարածաշրջանում, սակայն Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ կապերի խզումը Հայաստանի համար ծանր տնտեսական հետևանքներ կունենա, ընդհուպ ՀՆԱ-ի մինչև 1/3 կորստով, գազի գնի եռապատկմամբ և արտահանման հիմնական շուկաների կորստով։ Ես ինքս այդ քաղաքական բաղադրիչին անդրադարձա, առանց նույնիսկ դուք Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների շուրջ առկա խնդիրները միայն տնտեսական չեն, այլ ունեն նաև քաղաքական բաղադրիչ։ Նրա խոսքով Ռուսաստանը խնդիր է տեսնում Հայաստանի այլընտրանքային գործընկերություններ ձևավորելու գործընթացում, սակայն Հայաստանը չի ընդունում այն մոտեցումը, թե հարաբերությունները պետք է լինեն բացառիկ։ Հայաստանը որոշել է ունենալ այլընտրանքներ։ Իչև էս Հայաստանը չի ունեցել այլընտրանքներ, չի ունեցել։ Ոչ, այդ թվում քաղաքական առումով, ինչի տնտեսական առումով, այդ թվում քաղաքական առումով, ինչա տեղի ունեցել, ինչն է պրոբլեմը։ Պրոբլեմը հետևյալի մեջ է։ Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Չինաստանի հետ, Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Միացյալ Նահանգների հետ, Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Մեծ Բրիտանիայի հետ, Հոլանդիայի հետ, Ֆրանսիայի հետ եւ այլն եւ բազմաթիվ այլ պետությունների հետ։ Իսկ նախկինում Հայաստանը ռազմավարական հարաբերություններ չուներ կամ չէր կարող ունենալ այսքան գործընկերների հետ։ Պրոբլեմը այդտեղ է։ Անդրադառնալով Ռուսաստանի սահմանափակումներին, Փաշինյանը նշել է, որ խնդրել է վերացնել դրանք Հայաստանի դիրքորոշումը հասկանալու և հարգելու համար։ Նա հավելել է, որ ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ հանրաքվեի համար դեռևս անհրաժեշտ պայմաններ չկան, քանի որ Հայաստանը նախ պետք է ձևավորի իր այլընտրանքային ուղղությունները։ Վարչապետը նաև հիշեցրել է 2022 թվականի իրադարձությունները, հարցնելով, թե ինչով էր Հայաստանը վատ գործընկեր, որ ՀԱՊԿ չկատարեց իր գործառույթները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն փաստացի կաթվածահար վիճակում է և չի գործում իր լիարժեք հնարավորություններով։ Ըստ Փաշինյանի պարզաբանման, ԵԱՏՄ-ի օրակարգը ձևավորվում է ինստիտուցիոնալ ճանապարհով, բայց դա հարթակ է, որտեղ նա բարձրաձայնելու է Հայաստանի օրակարգին առնչվող բոլոր հարցերը։ Նրա խոսքով, եթե ԵԱՏՄ պայմանագրային մեխանիզմները չեն աշխատում, ապա կառույցը չի կարող լիարժեք գործել։ ԵԱՏՄ-ն կաթվածահար է, չի գործում ԵԱՏՄ-ը։ Եթե ԵԱՏՄ-ի պայմանագիրը չի գործում ԵԱՏՄ-ը։ Եվ ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է եւ կաթվածահարությունը խորանալու միտումներ է ցուցաբերում։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, ես 100% վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այս խնդիրը հաղթահարելու է։ ԵԱՏՄ-ն չի հաղթահարելու։ Ազգային ժողովի 9-րդ գումարման ազգային ժողովի Այսօր գործող կառավարության վերջին նիստն էր։ Ազգային ժողովի 9-րդ գումարման ձևավորման առիթով Կիրակի օրը սահմանադրությամբ նախատեսված կարգով մենք հրաժարական ենք տալու։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև նշել է, որ դրանից հետո երկրի նախագահը վարչապետ կնշանակի խորհրդարանական մեծամասնության ներկայացված թեկնածուին։ Եվ հետևաբար այս կազմով մենք հանդիպում ենք վերջին անգամ։ Ես ուզում եմ բոլոր ներկաներին շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար, ինչի արդյունքների մասին խոսել ենք եւ խոսելու առիթներ էլ կունենանք, բայց մեր մի շարք գործընկերներ, ովքեր այստեղ ներկա են, հաջորդիվ գործունեության այլ ոլորտում են շարունակելու իրենց աշխատանքը։ Բողոքի ակցիան իրականացնում մուլտիգրուպ ընկերությունների աշխատակիցները։ Կառավարության շենքի մոտ ներսում ընթացող նիստին զուգահեռ աշխատակիցները պահանջում են վերականգնել իրենց գործունեությունը ու թույլ տալ գնալ աշխատանքի։ Լրագրողների հետ զրույցում աշխատակիցներից մեկը պարզաբանել է, որ դեռ աշխատավարձ չեն ստացել, մինչդեռ առջևում օգոստոս ամսվա վճարումներն են, իսկ իրենք դեռ չգիտեն կստանան արդյոք իրենց հասանելիք վճարը, թե ոչ։ Վնասները շատ են լինելու։ Դուք պատկերացնում եք ծնողները ինչքան են հիասթափվել հիմա մեզանից, մեր կառույցից,
բայց որ վճարել են ու չեն կարողանում իրանց պարապմունքները անցկացնել։ Վնասը նա է, որ գալու են հենց բացվեն, գալու են հետ վերադարձանեն իրանց գումարները։ Այդ արդեն վնաս չի, ո՞նց է կազմակերպությունը այդքան մարդկանց գումարը փոխանցելու։ Եվ վնասը աշխատակիցներին է ամենաշատը, որ չեն կարողանում աշխատել, գումար վաստակել, իրանց օրվա հացի հարցը լուծել։ Մենք արդեն խնդիր ունենք, երկրորդ ամիսն է ավարտվում, որ աշխատավարձ չենք ստացել, հունիսը չենք ստացել, որտեղ չհասցրեցին դեռ փոխանցել, իսկ հուլիսը դե չենք աշխատել ամբողջ ամիսը։ Օգոստոսին մարդիկ վարկեր, տան վարձ, չգիտեմ, կոմունալ ծախսեր եւ ապրելու հաց, ո՞նց են հայթայթելու, որ վճարեն։ Դա արդեն խնդիր է, ապրելու խնդիր է։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորումից եւ իրեն պատկանող ընկերությունների կապարակնքումից հետո աշխատակիցներն անորոշության մեջ են հայտնվել։ Ոչ քննչական կոմիտեն է պատասխանել, թե մինչեւ երբ կապարակնքված կմնան ընկերությունները, ոչ էլ որևէ լուծում է առաջարկվել։ Օլիմպիավան մարզասրահի մարզիչի խոսքով իրենց մարզիկներն աշխարհի առաջնության են շուտով։ Ստիպված սեփական միջոցներով են փորձում մարզումներն անցկացնել, փորձելով բաց չթողնել պարապմունքները։ Շատ անգամ ստիպված են պարապել նաեւ փողոցում։ Ուզում ենք աշխատավարձ ստանանք։ Մեր աշխատավարձերն ենք ուզում ստանանք, ուզում ենք հասկանանք երբ կգնանք աշխատանքի, թե մենք всё։ Ինչ անենք, մանգանք որ ջիմնա կառավարության հետ աշխատում գնանք ընդ աշխատանքի, եւ մեր Օլիմպիավանում ուզում ենք գնանք աշխատանքի։ Ինչ եք ուզում մեզանից։ Մենք ստացվում է առանց այլ դրանք առաջարկելու միանգամից փակում են աշխատատեղը եւ արդեն այդ վիճակն է, երեխեք ջան, հակը բացի պատասխանել չկա։ Մենք աշխատավարձ ստանալու ենք, թե չէ։ Իմ տեսակը չի պատրաստվում Ծառուկյանից աշխատավարձ ուզի։ Ծառուկյանի վիճակը տեսնում ենք։ Անձնականացրել են, չգիտեմ ինչեր են սարքել։ Իմ տեսակը ուզում է իր աշխատավարձը անցած ամսվա արդեն եւ արդեն մտանք օգոստոս։ Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, սկսում ենք կառավարության 2020 6 ամսով արգելվել է տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում ԵԱՏՄ երկրներից։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Այսպիսով կավելանան տեղական արտադրության տոմատի մածուկի իրացման ծավալները, կմեծանա լոլիկի նկատմամբ պահանջարկը, որի արդյունքում կապահովի մթերման համար առաջարկվող լոլիկի բերքի մթերումը ամբողջ ծավալով։ Նշված է կառավարության որոշման հիմնավորման մեջ։ Լոլիկի արտահանման սահմանափակումների կիրառման օրվանից 2026 թվականի մայիսի 22-ից մինչև հուլիսի 22-ը ջերմատնային արտադրության լոլիկի արտահանման ծավալը կազմել է շուրջ 800 տոննա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել է շուրջ 7000 տոննա, ամբողջությամբ ԵԱՏՄ անդամ պետություններ։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում ձերբակալել է 35-ամյա տղամարդու։ Նա դրամական փոխանցումներ է կատարել այն կրիպտոպահոցին, որը օգտագործել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։ Ըստ ռուսական գերատեսչության այդ միջոցները ուղղվել են դիվերսիոն գործողությունների ֆինանսավորմանը։ Ռուսաստանը գիշերը հրթիռներով ու անօդաչուներով հերթական զանգվածային հարվածն է հասցրել Ուկրաինային։ Նախնական տվյալներով զոհվել է 13 մարդ։ Մայրաքաղաք Կիևում զոհվել է 1, վիրավորվել 2 մարդ։ Մի քանի ոչ բնակելի շենքերում հրդեհներ են բռնկվել։ Ամենածանր հարվածներից մեկը հասցվել է Կրիվոյ Ռոգին։ Տեղական իշխանությունների տվյալներով ռուսական Իսկանդեր-M հրթիռը խոցել է բնակելի տուն։ Զոհվել է 6 մարդ, այդ թվում 5 եւ 12 տարեկան 2 աղջիկ։ 8 մարդ վիրավորվել է։ Փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները եւ իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել։ Այս հարձակման ֆոնին Լեհաստանը մարտական ինքնաթիռներ է օդ բարձրացրել։ Լեհաստանի զինված ուժերի հաղորդմամբ այդ քայլն արվել է երկրի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու նպատակով։ Նախորդին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զգուշացրել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր զանգվածային հարվածի։ Նա քաղաքացիներին հորդորել էր հետևել օդային տագնապի ազդանշաններին եւ պատսպարվել։ Վայլբերիսի եւս մեկ պահեստ է հարձակման ենթարկվել Ուդմուրտիայի Սարապուլ քաղաքում, կատարվել է կանխարգելիչ տարհանում։ Նախնական տեղեկություններով զոհեր չկան։ Լոգիստիկ շղթաները վերակազմակերպվել են եւ առաքումներն ու պատվերներն ընդունվում են այլոբյեկտներում, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։ Well, I watched the whole thing today, but more importantly, I was a part of
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է շատ ուժեղ հարվածել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ռազմաբազայի եւ նավթատար նավի վրա իրականացված հարձակումների, ինչպես նաեւ առաջարկել է պատժամիջոցների օրինագծում Իրանի նկատմամբ մաքսատուրքեր ներառել։ Նա իր զարմանքն է հայտնել Չինաստանից Իրան 400 հրթիռային կայանք փոխանցելու մասին լուրերի վերաբերյալ, նշելով, որ վստահում է Սի Ցինփինի Թեհրանին զենք չվաճառելու անձնական խոստմանը։ Why he did that was very simple. His lawyer told him to. Անդրադառնալով ներքին եւ արտաքին այլ հարցերի, Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումը որակել է պարզապես լավ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ զրուցել է ԱՄՆ պատերազմի նախագահ Փիթ Հեգզեթի հետ։ Նրա խոսքով ամերիկյան պաշտոնյան բարձր գնահատական է տվել Իսրայելի կարողություններին ու վճռականությանը։ Մենք նայում ենք աշխարհին եւ տեսնում ենք երկրներ, որոնք ունեն կամք կռվելու Միացյալ Նահանգների հետ, բայց չունեն այդ կարողությունը։ Եվ կան երկրներ, որոնք ունեն այդ կարողությունը, բայց չունեն այդ կամքը։ Միայն Իսրայելում ենք տեսնում եւ կամքը, եւ կարողությունը։ Մեջբերել է Նեթանյահուն Հեգզեթի խոսքերը։ Պաղեստինամետ ցուցարարները Վաշինգտոնի Four Seasons հյուրանոցի նախասրահում ակցիա են իրականացրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին մեղադրելով ցեղասպանության համար, ինչից հետո ոստիկանները նրանց դուրս են ուղեկցել շենքից։ Ցուցարարները հայտնել են, որ չեն կարողացել մոտենալ վարչապետին, ով ԱՄՆ էր ժամանել Դոնալդ Թրամփի հետ հանդիպման եւ պաշտոնական միջոցառումների մասնակցելու նպատակով։ Down the sidewalk. Հնդկաստանի հյուսիս-արևելքում ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 78-ի, ավելի քան 300,000 բնակիչ մնում է աղետի գոտում, ջրածածկվել է 551 բնակավայր, առավել բարդ իրավիճակը պահպանվում է Չարայդեո օկրոգում, որտեղ տարերքից տուժել է ավելի քան 137,000 մարդ։